Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն կրկին եթերում է եւ մեծ հաճույքով ողջունում եմ մեր բոլոր ունկնդիրների։ Այսօր էլ Մոսկվայից մենք փորձում ենք ուղիղ կապով զրուցել մի անձնավորության հետ, ով առաջին անգամ է մեր եթերում, բայց կարծում եմ, որ ոչ վերջին, որտեղ շատ հետաքրքիր անձնավորություն է կառավարման մասնագետ, հասարակական քաղաքական գործիչ Արթուր Համբարձումյանը։ Բարև ձեզ Արթուր։ Բարև պարոն Ղուշյան։ Շատ հետաքրքիր այսպես կապ ենք հաստատել Մոսկվա, Գյումրի, Երևան եւ կարծում եմ, որ մենք այսօր ձեզ հետ նույնպես անկեղծ զրույց ենք ունենալու։ Միանշանակ։ Արթուր, նախ այսպեսի մի հարց, դուք համամիտ եք այն մտքի հետ, որ 2018 թվականի այդ հեղափոխություն կոչեցյալը սովորական հերթական բեմադրությունն էր, որտեղ շատ այսպես ժողովրդին խաբելու տարբերակով իշխանությունը մեկ ուժից փոխանցվեց մեկ այլ անհասկանալի ուժի։ Այնքան է մեզ այս արտահայտությունը կրկնել, որ արդեն կարծես թևավոր խոսք է դարձել, կեղտոտ գործ կար անելու, ընտրեցին ամենանենգ գործակալներին եւ նրանք էլ գերակատարեցին։ Երևի թե համաշխարհային պատմության մեջ, պարոն Ղուշյան, դուք չեք գտնի մի դեպք, երբ հատուկ ծառայության գործակալները իրականացրել են հեղափոխություն կամ հեղաշրջում այն ռեժիմի դեմ, ում իրենք ծառայել են։ Արդեն բացահայտված հանգամանք է, բացահայտված փաստ է, որ Արարատ Միրզոյանը եղել է ազգային անվտանգության ծառայության գործակալ, սա բացահայտված է արդեն, Արարատ Միրզոյանը ինքն է ընդունել 2021 թվականին Նարինե Ղալեչյանին տված հարցազրույցում եւ ես վստահ եմ, որ Արարատ Միրզոյանը միակը չի այդ շքախմբում, այդ բրիգադում, ես վստահ եմ, որ հատուկ ծառայությունների վերահսկողության տակ գործել է եւ Նիկոլ Փաշինյանը եւ Արայիկ Հարությունյանը ու այսպես շարունակ, հետեւաբար գործակալները չեն կարող հեղափոխություն անել, կանգնել ավանգարդում եւ սա եղել է հեղափոխական բեմականացում, որի հետևանքով տեղի է ունեցել իշխանության փոխանցման իմիտացիա։ Ես նաեւ ուզում եմ ձեզ հիշեցնեմ, որ երբ 2018 թվականի մայիս ամսին Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետը ներկայացնում էր Արթուր Վանեցյանին որպես ազգային անվտանգության ծառայության նոր տնօրեն, ներկայացնում էր ԱԱՑ գեներալներին, սպաներին, իր մի կողմում նստած էր Արթուրը Վանեցյան, մյուս կողմում նստած էր Գյորգի Կուտոյանը, եւ նա հրապարակայնորեն շնորհակալություն հայտնեց Գյորգի Կուտոյանին, ԱԱՑ նախկին տնօրենին արդեն փողոցային շարժման ժամանակ հնարավորինս անելու աջակցելու համար։ Հետևաբար սա այսպես reality show էր եւ նաեւ post factum մենք կարող ենք դա փաստել, որ reality show էր, արդեն հետևանքներով էլ Հայաստանի Հանրապետությունը կեղեկած, քանդած, ընտրություններ կեղծած ինչքան մարտիկ կան ազատության մեջ են, Տիգրան Մուկուչյանը վկա, հա, այնպես որ այո, սա եղել է միլիոնավոր մարդկանց այս խմբերը խաբել են, միլիոնավոր ուղղակի մարդկանց ժողովրդին օգտագործել են որպես մասովկա եւ եթե ուզում եք Հայաստանում ինչ-որ բան փոխվի, պարտադիր պետք է այս հանցագործություն իրականացրածները, ժողովրդին խաբողները 18 թվականին կանգնեն արտահայտության առաջ։ Արթուր, իհարկե կա նաև այն կարծիքը, որ 2020 թվականի այդ 44-օրյա պատերազմն էլ հերթական այսպես շինծու պատերազմն էր, որտեղ ամեն ինչ այս իշխանությունների համար ամեն ինչ բարձ էր դեր հենց սկզբից, պարզապես շատ ցավալի է, որ մենք 5000-ից ավելի մեր հրաշալի տղաներին զոհ տվեցինք։ Այս մասին ինչ կարող եք ասել։ Post factum էլի պարոն Ղուշյան, նայելով այս ամենին կարող ենք ասել, որ հնարավոր չէր ըստ իրենց այս մարդկանց հնարավոր չէր այս հարցը լուծել առանց պատերազմի, առանց մեծ զոհերի։ Փաշինյան Նիկոլը ինքն է ասում, մենք կարող ենք ունենալ նույն արդյունքը, բայց առանց զոհերի։ Հետևաբար ինչի համար էր պատերազմը։ Ինչի մասին էր պատերազմը, պարոն Ղուշյան։ Պատերազմը նրա մասին է եղել, նրա համար է եղել, որպեսզի կոտրեն ուղղակի մարդկանց դիմադրությունը եւ հիմա նաեւ ազգի դիմադրությունը եւ կարողանան իրենք իրենց այդ գործը հասցնեն ավարտին։ Ուրեմն
շատ հիմա տարածված խոսք կա, որ ասում են հանուն ոչինչի, որ զոհերը եղել են հանուն ոչինչի, դա այդ որտեղից եկավ այդ արտահայտությունը 2018 թվականին Աննա Հակոբյանը 18 թվականի վերջ 19-ի սկիզբ հիշում եմ Աննա Հակոբյանը մի հարցազրույց տվեց, որտեղ նա ասաց, որ բանակցային գործընթացը չի գնացել առաջ եւ ստացվում է այնպես, որ այն մարդիկ, ովքեր մինչև 18 թվականը զոհվել են պատերազմների էսկալացիաների ընթացքում, զոհվել են հանուն ոչինչի, նա այդպես ասեց, հետագայում մի քիչ ձևախեղվեց Աննա Հակոբյանի հայտարարությունը, արտահայտությունը, բայց ես ուզում եմ մի բան ասեմ։ Իրականում շատ վատ բան եմ ասում, բայց սա է իրականությունը։ Իրականում զոհերը չեն եղել հանուն ոչինչի։ Իրականում զոհերը եղել են հանուն Հայաստանի Հանրապետության ջոչերի փողերի, հանուն Հայաստանի Հանրապետության ջոչերի պաշտոնների, ջոչերի իշխանության, որովհետև եթե չլիներ 44 օրյա պատերազմը, ուղղակի անհնար էր, որ իրենք կարողանային հարցին լուծում տալ։ Հայաստանի Հանրապետությունում այդպիսի վիճակ էր եւ իրենք պահեին իրենց աթոռը։ Հետեւաբար գնացին իրենք պատերազմի, հրահրեցին պատերազմը, հետագայում ես ուզում եմ ասել, որ ձեր ունկնդիրներին ուզում եմ ասել, որ ամեն ինչ արեցին, որպեսզի պատերազմը չավարտվի։ Մի քանի անգամ ռեալ հնարավորություն է եղել պատերազմը դադարեցնելու եւ ամենաիրական հնարավորությունը դա 2020 թվականի հոկտեմբերի 10-ն էր, երբ Մոսկվայում 3 արտաքին գործոս նախարարների մասնակցությամբ կնքվեց հրադադարի վերաբերյալ ձեռք բերվեց պայմանավորվածություն Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան եւ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը ստանձնել էր պարտավորություն, որ գնում են սուբստանտիվ բանակցությունների, իսկ որն էր դա գրաֆիկ պետք է ներկայացվեր դեռ հոկտեմբերի 10-ին, թե որ օրը, որ ժամին պետք է, որ ամսին պետք է դուրս գան, ամսի դատային, որ պետք է դուրս գան, որ շրջանից պետք է դուրս գան, բայց էլի Հայաստանի Հանրապետության վայ ղեկավարներ նաև այդ պայմանավորվածությունը խախտեցին, որովհետև նրանց համար պետք էր պատերազմը հասցնել տրամաբանական ավարտին, իսկ տրամաբանական ավարտը դա ամբողջությամբ բանն էր, ամբողջությամբ ադրբեջանական զորքերի Ստեփանակերտ մտնելն էր, որը մի ֆորս մաժոր տեղի ունեցավ, մի քիչ ուշացավ, ռուսական զորքերը մարշ բրասոկ արեցին դեպի Արցախ, բայց հետագայում Հայաստանի Հանրապետության ղեկավարները իրենց արևմտյան կուրատորների հետ միասին ճանաչեցին Արցախը արդեն Ադրբեջանի կազմում, որը բան դարձրեց ռուսական զորքերի ներկայությունը Ադրբեջանում Արցախում, այսինքն ըստ Հայաստանի ղեկավարների Ադրբեջանում դարձրեց անիմաստ։ Սերի բարեկամներ, ես հիշեցնեմ, որ հասարակական հանրային քաղաքական գործիչ Արթուր Համբարձումյանն է մեր տաղավարում։ Արթուր, դե ընդունված է, որ ամեն տարի հունվարի 28-ը մեր բանակի օրն է, ըստ կազմավորման ստեղծման։ Եվ ահա այս իշխանությունները, ես կասեի, այս հանցագործ իշխանությունները հունվարի 27-ն էլ դարձրեցին Հայաստանի համար հանուն Հայաստանի զոհված մարտիկների հիշատակի օր եւ ինչպես գիտեք նրանք բանակի օրից մեկ օր առաջ էլ գնացին Եռաբլուր իբր իրենց հարգանքի տուրքը մատուցելու իսկ հա բանակի օրվա կապակցությամբ նրանք անգամ չբարահայտեցին բարձրանալ Եռաբլուր այս մասին ինչ կասեք Պարոն Ղուշյան ես դες մի փոքրիկ դրվագ հիշեցնեմ 44 օրյա դավադրությունից 2020 թվականի հոկտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը կանգնած մի վաշտ զինվորների առաջ նրանց ներկայացնում է, նրանց պատմում է, թե ինչպես է ինքը որոշում կայացրել եւ մասնակցել ապրիլյան պատերազմին։ Ես ուղղակի ուզում եմ հիշեցնեմ ձեր ունկնդիրներին, որ Նիկոլ Փաշինյանը ապրիլյան պատերազմին, ապրիլյան քարորիային մասնակցել է մայիս ամսին։ Եվ ինքը խաբելով այդ մի վաշտ զինվորներին ուղարկում էր ռազմաճակատ։ Հիմա ուղիղ 2 տարի հետո 2020 թվականի հոկտեմբերի 16-ից ուղիղ 2 տարի հետո Փաշինյան Նիկոլը Պրահայում ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում օֆիցիալ հիմնվելով 91 թվականի ինչ-որ փաստաթղթերի վրա։ Այսինքն Փաշինյան Նիկոլը ընդունում է, որ այդ կոնկրետ մի վաշտ զինվորներին ինքը ուղարկել է Ադրբեջան, ուղարկել է մահվան բերան, ուղարկել է սպանվելու։ Եվ անցնում է դրանից հետո եւս 3 տարի եւ Փաշինյան Նիկոլը ասում է եկեք հունվարի 27-ը ընդունենք հայրենիքի համար զոհված
զինվորների հիշատակության օր։ Հիմա այս հարցին պիտի անդրադառնա հոգեբանը։ Փաշինյան Նիկոլ, մեր հիմնական զոհերը եղել են հարավային հատվածում։ Ջաբրայիլ, Զանգելան, Հորադիս։ Հիմա այդ հատվածը վերջը հայրենիք էր, թե հայրենիք չէր։ Դու այդ հատվածը, ոչ միայն այդ հատվածը, դու Շուշին օֆիցիալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ընդունել ես որպես Շուշա։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթում մի այսպիսի ֆրագմենտ կա. Дорога не будет затрагивать город Шушу։ Շուշուն դա Շուշա, Շուշայի հոլովված ձևն է։ Այսինքն դու օֆիցիալ ընդունում ես Շուշին որպես Շուշա։ Էլ չեմ ասում Ջաբրայիլների, Կուբատնուների հետ կապված, որտեղ զոհվել են հիմնական մասը այդ հատվածում է զոհվել։ Եվ հիմա հարց է առաջանում. այդ մարդիկ ինչի համար են զոհվել։ Հանուն հայրենիքի համար են զոհվել, թե հանուն քո եւ Աննա Հակոբյանի փողերի։ Հանուն հայրենիքի համար են զոհվել, թե հանուն նրա, որ Սերժ Սարգսյանը բաց երես մնա եւ ասի ես ամենի հետ բացարձակապես կապ չունեմ։ Հանուն նրա, որ այսօր տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ինչ այլանդակություններ են իրականացում հայ ջոչերի, հայ օլիգարխների կողմից։ Հանուն ինչի են զոհվել։ Վերջը այս հարցին պիտի մենք հայերս այս ճշմարտությանը պիտի առերեսվենք։ Նրանք չեն զոհվել հանուն հայրենիքի, Նիկոլ Փաշինյան, նրանք զոհվել են հանուն քո փողերի։ Հանուն քո փողերի են զոհվել, հանուն ձեր փողերի, ոչ միայն քո, հանուն Հայաստանի Հանրապետությունում այսօր կառավարող այս քրյա օլիգարխիկ, չեմ սիրում այդ արտահայտությունը, բայց շատ են ասում, հա, այդ քրյա օլիգարխիկ ռեժիմի անդամների փողերի պաշտոնների են զոհվել, այլ ոչ թե հանուն հայրենիքի։ Եվ ես կարծում եմ, որ սրան պիտի տրվի ոչ միայն իրավական գնահատական, այլ նաև սրան պիտի տրվի բժիշկները պիտի կոնսիլիում անեն եւ այս մարդուն գնահատական տան, պարոն Ղուշյան։ Իհարկե, ամեն ինչի համար են պատասխան տալու հայտականքները, բայց դա չգիտեք կարևոր է, որ ամեն ինչ մենք կարողանում ենք շատ հանգիստ հանդուրժել։ Տեսեք, ինչ ես կուզենայի լսել ձեր կարծիքը, ինչ կասեք Սև լճի նրա հարակից հողատարածությունների դիրքերի մասին, ի վերջո այս զավթված տարածքները դեռ երկար են մնալու Ադրբեջանի տիրապետության տակ։ Երեք բանակի օրներ եւ Հայաստանի Հանրապետությունում ձևավորված եղել մի համակարգ, երբ որոշ մարդիկ, որոշ հատվածներ հասարակության կարողացել են բանակից սողոսկել եւ հետագայում ինչ հանգամանքների բերումով այդ մարդիկ դարձել են անվտանգության պաշտպանության քաղաքականությունը որոշող եւ քաղաքականությունը իրականացնողները։ Նիկոլ Փաշինյանը բանակում չի ծառայել, նրա երկու տեղակալները բանակում չեն ծառայել, Մխիթար Հայրապետյան, չգիտեմ, չեմ ուզում այդ դասալիկների անունները այսպես նշել, բանակում չեն ծառայել, Երևանի քաղաքապետը բանակում չի ծառայել, Շիրակի մարզպետները, ոչ Շիրակում չի եղել մի մարզպետ, որը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայած լինի։ Չի եղել մի մարզպետ, բայց ինչ է տեղի ունենում։ Այդ մարդիկ որոշում եւ իրականացնում են անվտանգության եւ պաշտպանության ոլորտի քաղաքականությունը։ Այդ մարդիկ կոպիտ ասած պավեստկաններ են բաժանել տալիս եւ նաեւ այն մարդիկ, ովքեր ստանում են այդ պավեստկաները, այդ մարդկանց մի մասին ուղարկում են ձեր նշած Սև լճի հատվածում գտնվող որոշ դիրքեր, որոնք շրջապատված են ոչ միայն ադրբեջանական դիրքերով, այսինքն օկուպացված են, այլ նաեւ զինծառայողները, որպեսզի հասնեն այդ դիրքերը, պարտադիր պիտի անցնեն ադրբեջանական զննության, վերահսկողության տակով։ Մարդը միջև հասնում է իրեն իր ծառայության վայրը, իրեն ստուգում են ադրբեջանցիները։ Սա պետական մասշտաբի հանցագործություն է, որը իրականացվում է այս իշխանությունների օրոք, եւ այս թեմայով բարձրաձայնվել է, ըստ էության պաշտպանության նախարարությունն էլ այս լուրը չհերքեց, հետագայում այս լուրը փորձեց հերքել, բայց իրականում հաստատեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը, ով պիտի ասեմ, եւս ամբողջական ծառայություն չի ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, եւ ինչ պիտի ասել, սա խայտարակություն է ուղղակի։ Սա ուղղակի խայտարակություն է։ Սա հանցագործություն է ընդդեմ զինվոր, հայ աֆիցեր։ Եվ զարմանում եմ այն գեներալներին, ովքեր այսօր պատիվ են տալիս Նիկոլ Փաշինյանին։
այսօր պատիվ են տալիս Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ամբողջական ծառայությամբ չանցած Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին կամ այն գենշտաբի պետին։ Այն ազգը, որը չի կարող պարոն Ղուշյան գնահատել իր զինվորին, ինքը ապրիորի չի կարող գնահատել հողը։ Դա բացառված բան է։ Եվ մենք ցույց ենք տալիս այսօր զինվորին չգնահատելու ուղղակի master class։ Այսպեսի այլանդակություն չէր կարող տեղի ունենալ ոչ Իսրայելում, ոչ Ֆրանսիայում, ոչ Ռուսաստանում, ոչ Պարսկաստանում, բայց այս այլանդակությունը տեղի է ունենում այսօր Հայաստանի Հանրապետությունում։ Ինչու դելիմիտացիան օրինակ, դելիմիտացիայի եւ դեմարկացիայի process-ը չսկսվեց Սյունիքի մարզից, այլ սկսվեց Տավուշի մարզից։ Ինչու։ Եթե Սյունիքի մարզից սկսվեր, բնականաբար իրենք այդ դիրքերից պետք է դուրս գային։ Այդ գործընթացը սկսվեց Տավուշի մարզից, որտեղ մենք ունեցել ենք բավական պաշտպանված բնագիծ։ Որովհետև նպատակը մեկն էր քանդել այդ բնագիծը եւ ես ուզում եմ նաեւ ձեր ունկնդիրներին հիշեցնել, որ 2024 թվականի մարտ ամսին Ադրբեջանի իշխանությունների հետ կապ ունեցող Telegram ալիքները, լրատվական կայքերը տարածեցին, որ հարցազրույց են վերցրել Արայիկ Հարությունյանից, Արցախի Հանրապետության նախկին նախագահից, ով գտնվում է բանտում։ Եվ այդ հարցազրույցը պիտի հրապարակեին մարտի 28-ին։ Անցավ մոտավորապես 20 օր եւ այդ հարցազրույցը չհրապարակվեց։ Այսինքն իրենք Արայիկ Հարությունյանից վերցրած հարցազրույցը օգտագործեցին որպես հավելյալ կոմպրոմատ այս իշխանությունների վրա, որպեսզի կարողանան քանդել տալ այդ բնագիծը, հասնելու համար իրենց նպատակներին։ Եվ ես կարծում եմ նաև, որ ոչ միայն Արցախում գտնվող մարդկանց ցուցմունքները, հարցազրույցներն են իրենք օգտագործում այս իշխանությունների նկատմամբ որպես կոմպրոմատ, այլ ես կարծում եմ, որ նաև Սև լճի հատվածում գտնվող այն դիրքապահները, որոնք փաստացի գտնվում են պատանդարության մեջ, այդ հանգամանքը իրենք եւս օգտագործում են հավելյալ ճնշում իրականացնելու եւ իրենց ուզածը կորզելու համար։ Եվ սա հանցագործություն է, որը իրականացնում են հայերի նկատմամբ առաջին հերթին հայ ջոչերը եւ այս խնդիրը, այս մասշտաբային այս այլանդակության մասին պիտի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում պետք է հարցեր ուղղեին Հայաստանի վարչապետին 16-րդ։ Այս հարցերի վերաբերյալ պետք է լսումներ կազմակերպվեին։ Էլ չեմ ասում, որ այս հարցերի վերաբերյալ պետք է ժամանակավոր քննիչ հանձնաժողով ձևավորվեր, որպեսզի ճշգրիտ կարողանային այս հարցերի գնահատականը եւ լուծումները տալ, բայց ցավոք սրտի այս թեմաների մասին Հայաստանի Հանրապետությունում ընդունված չէ խոսել, նույնիսկ այս թեմաների մասին չեն խոսում այսպես կոչված ընդդիմադիր գործիչները եւ իշխանությունները կարողանում են այսպես ընդդիմադիրների հետ պատկերավոր ասած դաշնակ մասնակների հետ իրար պաստալով անել իրենց սև գործը։ Պարոն Համբարձումյան, այ կուզենայի խոսեիք ընդդիմություն իշխանություն կոնյունկտուրայի մասին, փորձեք ավելի շատ փակագծեր բացեք այդ փակագծերը։ Պարոն Ղուշյան, տեսեք, երբեմն ընդդիմությունը վիճում է Փաշինյան Նիկոլի հետ, պարլամենտում մենք դա տեսնում ենք, երբեմն իրար են խփում, իրար են ծեծում, դե գիտեք, կարող են իրար հետ վիճել նաև իրար հետ շատ մոտ հարաբերություններ ունեցող ընկերները։ Նույնիսկ ընտանիքի մեջ կարող է վեճ լինել։ Այդ վեճի արկայությունը չի նշանակում, որ այս մարդիկ օրգանական կապով իրար հետ կապված չեն։ Այդ վեճի արկայությունը չի նշանակում, որ այս մարդիկ չեն գտնվում միևնույն ափսեի մեջ։ Ես ընդամենը երկու, հիմա լսողը կարող է ասել արգումենտներ բեր, որ այս ուժերը փոխկապակցված են իրար հետ։ Խնդրեմ, Պարոն Ղուշյան, պատերազմի ավարտից հետո մենք խոսեցինք դրա մասին, պատերազմի ավարտից անմիջապես հետո այդ Դավադի, այդ սարքած Փաշինյան Նիկոլը իմիջիայլոց սա էլ պիտի ասեմ, հենց առաջին օրը ասաց, եկեք պայմանավորվենք, ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի։ Սա անոնս էր այն ամենի, ինչ պիտի տեղի ունենա։ Եկեք պայմանավորվենք, ինչ էլ լինի, պարտված չենք համարելու։ Ուրեմն տեսեք, պատերազմի ավարտից հետո անմիջապես հետո Արցախում գտնվող հեկերը, արցախցիները եւ հայերը, հայաստանցիները
վաճառում են ադրբեջանցիներին եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունից կոմպենսացում են ստանում։ Այսինքն, այնտեղ ես ներկայացնում մանրամասնությունը, այնտեղ քանի որ նշված էր թե որ օրը պիտի դուրս գան զորքերը Լաչինից, Քելբաջարից եւ Աղդամից, հիմա որոշակի ժամանակ կար այդ հատվածները լքելու, այնտեղ նոյեմբերի 15, 20 եւ 25 մինչև դեկտեմբերի 1-ն էր, հետո երկարացրեցին, հա, հասավ մինչև դեկտեմբերի 1-ը, եւ որոշակի ժամանակ կար եւ այդ ժամանակը կոլաբորացիայի մեջ գտնվող հայերը օգտագործեցին, որպեսզի կարողանան այդ հատվածներում գտնվող իրենց հեկերը մաս վաճառել ադրբեջանցիներին, այդքան է հերիք չէ, իրենք մի հատ էլ Հայաստանի Հանրապետության կառավարությունից կոմպենսացում են ստացել։ Սա եւս հանցագործության վերաբերյալ մեկ դրվագ է։ Հիմա անդիմությունը պետք է իրեն ճղեր, ասեր դու ինչ իրավունքով ես հեկերը ադրբեջանցիներին վաճառող կոլաբորանտներին Հայաստանի կառավարությունը ինչ իրավունքով է իրենց կոմպենսացում տվել։ Բայց այդ հարցը Փաշինյան Նիկոլին չի ուղղվում։ Ինչու՞։ Որովհետև այն մարդիկ, ովքեր վաճառել են այդ ամենը, իրենց հետ փոխկապակցված են։ Իշխանությունը, այսինքն նիկոլականները պետք է հարց բարձրացնեին, պարզեին, թե ովքեր են եղել այն մարդիկ, այն հեկերի սեփականատերերը, որոնք այդ կեղտոտ գործարքի մեջ են գտնվել, մտել, եւ պատերազմը դեռ չավարտված հեկերը իրենց վաճառել են ադրբեջանցիներին, բայց իշխանական падգամավորները եւս այս հարցը լրության են տալիս։ Այսինքն կա հարց, որը կապում է երկուսին իրար հետ։ Կա հարց, որտեղ երկու ուժերն էլ հանցակցության մեջ են գտնվում։ Այսինքն պատկերավոր ասած Տարոն Մարգարյանը, պատկերավոր ասած Արթուր Խաչատրյանը եւ պատկերավոր ասած Վահագն Ալեքսանյանը այս հարցերի մասին երբեք չեն խոսի, որովհետեւ այս հարցը կապ ունի իրենցից յուրաքանչյուրի թիմակիցների հետ։ Հետևաբար իրենք չեն կարող իրար ընդդիմադիր լինել, պարոն Ղուշյան։ Մեկ այլ բան ձեզ ասեմ։ 2023 թվականի դեկտեմբեր ամսին սա սարսափելի հանցագործություն է Արցախում տրված եղել $800 միլիոն վարկ։ 320 միլիարդ դրամ վարկ է տրված եղել Արցախում։ Պատերազմի ավարտից հետո 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, այդպես ժողովրդական լեզվով ասած, ողջ վարկերը ջրվում են։ Այսինքն ով ինչ վարկ է ունեցել վերցրած, ջրվում են այդ վարկերը։ Հիմա խոսքը չի վերաբերվում այն մարդուն, ով ապրել է Ասկերանում եւ սպառողական վարկ է ձեռք բերել $800, հա, ինչ որ ապրանք գնելու համար։ Հիմա ես հարց եմ տալիս։ 70%-ը կառավարությունն է ստանձնել, 30%-ը առևտրային բանկերը դուրս են գրել։ Հիմա հարց եմ տալիս։ $800 միլիոն վարկային փաթեթի 10 ամենախոշոր վարկառուները ով են Նիկոլ Փաշինյանը։ Դու ում վարկերն ես ջրել։ Դու ում վարկերն ես ստանձնել։ Դու ամեն ինչ խախտել ես, ամեն ինչ։ Սահմանադրությունը դարձրել ես բան ջնջոց։ Դու արդեն գլուխդ մտցրել ես եկեղեցական հարաբերությունների մեջ։ Ամեն ինչ խախտել ես առևտրային, կոմերցիոն, բանկային գաղտնիքի մասին նորմը ինչ է որ չես խախտում։ Ինչու չես հրապարակում այն մարդկանց անունները, ովքեր ստացել են այդ խոշորամասշտաբ վարկերը, խոսքը գնում 100,000-ավոր դոլարների, միլիոնավոր դոլարների մասին։ Ինչու չի հրապարակում։ Որովհետև գտնվում է այդ մարդկանց հետ փոխգործակցության մեջ։ Եվ այս ընդդիմություն, իշխանություն հարաբերությունը, այս բանը, yani մենք ընդդիմություն ենք, դուք իշխանություն եւ այլն։ Սա ուղիղ ֆարս է, ինչպես որ 18 թվականն էր ֆարս, սա էլ է ֆարս, այսինքն ընդդիմությունը եւ իշխանությունը, նիկոլականներն ու պատկերավոր ասած դաշնակ մաշնակները, այսինքն դաշնակ մաշնակները դա պատկերավոր արտահայտություն է, դաշնակցություն, հանրապետական կուսակցություն, ձեռքի տված, մոլորեցնելով ժողովրդին, ստորացնելով ժողովրդին, վարի են տալիս այն, ինչ մնացել է Հայաստանի Հանրապետության պետականությունից։ Խումար խաղալով մարդկանց օջախների, ընտանիքների, ծխերի, առողջության եւ կյանքերի հաշվին։ Պարոն Համբարձումյան, գիտեք, ես ձեզ լսում եմ եւ մտածում, որ մենք առաջիկայում անպայման նորից պիտի հանդիպենք, բայց մի հարց ուզում եմ տալ։
Առաջիկա համապետական ընտրություններում հնարավոր է խաղաղ ճանապարհով ազատվել այս հանցագործ ռեժիմից։ Իրոք ռեժիմը հանցագործ է եւ որևէ ընտրությունով Հայաստանի Հանրապետությունում որևէ բան չի փոխվելու։ Բացառված բան է, որ ընտրությունով Հայաստանի կարող է ընտրություն տեղի ունենա, ինչ որ մի հրաշքով իրական ալտերնատիվա առաջանալ իշխանության դեմ, իրական ալտերնատիվա։ Մարդիկ, ովքեր խոսում են այս ամենի մասին, իրենք կարողանան ձևավորել ուժ, իրական ալտերնատիվա լինի, իշխանությունները կեղծելու են։ Եվ այդ կեղծելու օրը, հաջորդ օրը այդ մարդիկ այնքան շնորհք հայրենասիրություն ունենան, որ ժողովրդին դուրս հանեն փողոց։ Այսինքն ընտրությունը կարող է առիթ լինել ինչ որ փոփոխությունների, բայց զուտ ընտրական գործընթացով, որ Վահագն Հովակիմյանը ասենք դուրս գա եւ հայտարարի կամ այնտեղ էլի մարդիկ կան, Արմեն Սմբատյան, եթե չեմ սխալվում, հա, Տիգրան Մուկուչյանն էլ գնացել է բան հանգիստի է գնացել, այդ վաստակած հանգիստի է գնացել, այսինքն Տիգրան Մուկուչյան դարձած Վահագն Հովակիմյանը, որ դուրս գա եւ ասի, գիտեք ինչ կա ժողովուրդ ջան, այսինչ ուժը հավաքել է այսքան տոկոս եւ Նիկոլ Փաշինյանը եւ այսքան ռեժիմը պարտվել է, Նիկոլ Փաշինյանն ասի Աննա ջան, դե հավաքի վեշերդ, մենք պարտվել ենք, մենք պիտի գնանք, այդպիսի բան Հայաստանի Հանրապետությունում ուղղակի տեղի չի կարող ունենալ, որովհետեւ ընտրություն կազմակերպողներն են իրենք, հաշվողներն են իրենք, բայց ես չեմ ասում, որ պետք է հուսահատվել եւ ընտրական գործընթացներին չմասնակցել, ընտրական գործընթացը ուղղակի մի բան է, մի միջոց է այս ռեժիմի դեմ պայքարելու համար եւ եթե հանկարծ չգիտեմ, նույնիսկ իշխանափոխություն էլ չլինի, բայց լինեն ստացվի այնպես, որ ահա այս հարցերը պարլամենտում բարձրացնող մարդիկ կարողանան մտնել պարլամենտ, ես կարծում եմ, որ դա կլինի մեծ ձեռքբերում։ Բայց նաև ավելացնեմ, որ ոչ մի բան հավերժ չէ։ Ոչ մի հանցագործ ռեժիմ հավերժ չէ։ Եվ ինչքան այս ռեժիմը հանցագործ է, այդքան էլ նրանց վախճանը մոտ է։ Իրենք հրաժարական են տալու, այս ռեժիմը փլվելու է, այս համակարգը փլվելու է մեկ անգամից, այսպես ասեմ, մեկ անգամից, ինչպես ցանկացած ռեժիմ հանցավոր։ Շնորհակալություն, պարոն Համբարձումյան, սիրելի բարեկամներ, մենք ուղիղ կապով զրուցում էինք կառավարման մասնագետ, հանրային քաղաքական գործիչ Արթուր Համբարձումյանի հետ, հավատացեք, որ առաջիկայում անպայման մենք նորից նրա հետ կզրուցենք, որտեղ շատ հետաքրքիր փաստեր է ներկայացնում մեր զրուցակիցը։ Իսկ այսօր այսքանը, ցտեսություն։